Շաբաթը մեկնարկեց Միացյալ Նահանգների փոխնախագահի Երևանյան այցով։ Ջեյդի Վենսը դարձավ 1991 թվականից ի վեր Հայաստան այցելած ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան։ Աննախադեպ էր ոչ միայն այցն, այլև դրա ընթացքում ձեռնարկված անվտանգության միջոցառումների ծավալը։ Հարյուրավոր հայ և տասնյակ ամերիկացի իրավապահներ Երևանի փողոցներում, կաթվածահար երթևեկություն և մայրաքաղաքի փոքր կենտրոնն օդից հսկող ռազմական ուղղաթիռ։ Թռչող այլ օբյեկտներն էին, սակայն, որ դարձան Վենսի երևանյան այցի գլխավոր թեմաներից մեկը։ Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել VBAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։ Միացյալ Նահանգներից ձեռք բերված անօդաչուների թիվը Հայաստանի վարչապետը չհստակեցրեց, փոխնախագահ Վենսն էլ միայն բացահայտեց գործարքի ընդհանուր ծավալը՝ $11 միլիոն։ Այս ասուլիսի ընթացքում Միացյալ Նահանգների փոխնախագահի կողմից հնչեցրած մեկ այլ թիվն էր, սակայն, որ մեծ աղմուկի պատճառ դարձավ։ Մեր պետությունները ավարտել են 1-2-3 քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում, երբ որ սա արդեն հունի մեջ մտնի, սա մի ճանապարհ կբացի ամերիկյան եւ հայկական ընկերությունների համար ապագա ծրագրերի սկզբնական 5 միլիարդ մոտ գումարի մասին ենք խոսում, ներդրումների հետագայում երկրորդ փուլում եւս 4 միլիարդ։ Ջեյդի Վենսի խոսքում, սակայն, ներդրում բառն ի տարբերություն հայերեն թարգմանության բացակայում էր։ ԱՄՆ փոխնախագահը խոսել էր ոչ թե Հայաստանում ներդրվող միլիարդների, այլ ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների Հայաստան արտահանման մասին։ That means up to $5 billion in initial U.S. exports, plus an additional $4 billion in long-term support through fuel and maintenance contracts. Ներդրում բառն ի դեպ չկար նաև Վենսի ելույթի Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում տեղադրված հայերեն թարգմանության տեքստում։ Անգլերեն օրիգինալի և հայերեն թարգմանության անհամապատասխանության շուրջ աղմուկը Հայաստանի կառավարությանը ստիպեց հանդես գալ պարզաբանմամբ, որի համաձայն մեջբերում Միացյալ Նահանգների փոխնախագահի թարգմանությունն ընդունված ընթացակարգի համաձայն իրականացրել է հյուրընկալվող կողմի թարգմանիչը։ Վենսի երևանյան այցի ամենահնչեղ սկանդալը, սակայն, դեռ առջևում էր։ Փետրվարի 10-ի առավոտյան Բաքու մեկնելուց առաջ Միացյալ Նահանգների փոխնախագահն ու նրա կինը այցելեցին Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ծիծեռնակաբերդ այցելությունից րոպեներ անց այս մասին գրառումը հայտնվեց Վենսի X-ի պաշտոնական օգտահաշվում։ Այսօր փոխնախագահ Վենսը եւ երկրորդ տիկին Ուշա Վենսը Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մասնակցել են ծաղիկներ խոնարհելու արարողությանը, հարգելու 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Գրառումը սակայն ջնջվեց ու Վենսի էջում հայտնվեց նրա խոսնակի գրառումը առանց ցեղասպանություն եզրույթի։ Վենսի աշխատակազմից հայտնում են առաջին գրառումը սխալմամբ է տեղադրվել անձնակազմի կողմից։ Նրանք փոխնախագահի գլխավորած պատվիրակությունում չեն եղել։ Ընդամենը մի քանի ժամում Վենսի ջնջված գրառումը դարձավ ամերիկյան բոլոր առաջատար լրատվամիջոցների քննարկման թեման, նույն օրը հասնելով նաև Սպիտակ տան ճեպազրույցների սրահ։ Today the Vice President's account posted and then deleted a tweet about the Armenian genocide. Վենսի ջնջված գրառման համար ստիպված էր արդարանալ նախագահ Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, որը պնդում էր, թե ցեղասպանության հարցում Վաշինգտոնի քաղաքականությունը համահունչ է Միացյալ Նահանգների նախագահի ապրիլի 24-ի ուղերձի ոգուն։ As for the Armenian tweet that you're referring to, I would just refer you back to the White House's message that was issued on Armenian Remembrance Day, and there's Ձեր այցը իրավի պատմական է։ Վենսի հայաստանյան այցի եւս մեկ կարևոր դրվագը հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Նիկոլ Փաշինյանին ցուցաբերած գրեթե անթաքույց աջակցություններ։ I think the question is really how do we get the peace deal into a good next phase?
How do we keep the prime Հարցն այն է, թե ինչպես խաղաղության համաձայնագիրը բարեհաջող հասցնել հաջորդ փուլ, ինչպես վարչապետին պահել լավ վիճակում, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ ապագայի վրա։ Գիտեմ, որ ընտրություններ են մոտենում, ես չեմ խոսի դրա մասին, բայց եթե իմ աջակցությունը որևէ նշանակություն ունի, ապա նա անկասկած ունի այդ աջակցությունը, քանի որ նա այն մարդն է, ով կարող է երկարաժամկետ գործընկերություն կառուցել նման ծրագրերը հաջողությամբ իրականացնելու համար։ the long-term partnership to make this kind of a thing stick? Հարավային Կովկասին ամենաքաջատեղյակ ամերիկացի գործիչներից մեկը, Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան, իրեն բնորոշ անկեղծությամբ այս շաբաթ բացատրում էր Վենսի այցի նպատակներից մեկը պաշտոնական Երևանին աջակցելն է։ Խոսքը սակայն ըստ Բրայզայի ոչ այնքան ընտրությունների, որքան սահմանադրական փոփոխությունների, մասնավորաբար Ադրբեջանի պահանջների կատարման մասին է։ That's a very difficult thing to accomplish. Amending the Constitution, especially under political pressure. Քաղաքական ճնշման ներքո սահմանադրությունը փոխելը շատ դժվար գործ է, բայց վարչապետ Փաշինյանը կարծես թե նման հանձնառություն ստանձնել է։ Քաղաքականապես սակայն նա որոշակի օժանդակության կարիք ունի, եւ ես կարծում եմ, որ փոխնախագահ Վենսի այցը Հայաստան կօգնի Փաշինյանին ձևավորել քաղաքական այն ազդակները, որոնց շնորհիվ նա կկարողանա ասել. սահմանադրության փոփոխության հարցում մենք պետք է առաջ շարժվենք։ For Pashinyan to say, we have to go forward with amending our Constitution. Նշեմ ի դեպ, որ սահմանադրությունը փոխել ցանկացող ուժերի թիվն այս շաբաթ ավելացավ եւս մեկով։ Մեր կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Ու թեև 5-շաբթի օրը կայացած համաժողովի ընթացքում մեր ձևով շարժման հիմքի վրա ձևավորված ուժեղ Հայաստան կուսակցությունը հենց Սամվել Կարապետյանին առաջադրեց վարչապետի պաշտոնում, բայց եւ այնպես նախընտրական ցուցակում ընդգրկվելու որևէ շանս նա չունի։ Սահմանադրության 148-րդ հոդվածի համաձայն վարչապետի պաշտոնին հավակնող անձը չի կարող երկքաղաքացի լինել, ինչպես նաեւ վերջին 4 տարիներին պետք է մշտապես բնակված լինի Հայաստանում։ Սամվել Կարապետյանն այս պահանջներից եւ ոչ մեկին չի համապատասխանում, չնայած դրան նրա կողմնակիցները կարծես թե գտել են արգելքը հաղթահարելու իրենց ձևը, նախ հաղթել հունիսի 7-ի ընտրություններում, ապա փոխել սահմանադրությունը Սամվել Կարապետյանի համար ճանապարհ հարթելով դեպի կառավարության շենք։ Սահմանադրության 148-րդ հոդվածը անփոփոխելի հոդված չէ, ավելին չի պահանջվում դրա փոփոխության համար հանրաքվե, ուստի այս հոդվածի փոփոխությունները բավականին ճկուն են, անհրաժեշտ է ազգային ժողովի կողմից փոփոխությունների տեքստի ընդունում։ Սահմանադրության 148-րդ հոդվածը կարող է փոփոխվել ազգային ժողովի կողմից ձայների որակյալ մեծամասնությամբ, այսինքն դա այն բացառությունների մեջ չի մտնում, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով։ Այո, ազգային ժողովը կարող է փոփոխել վարչապետին եւ կառավարության մյուս անդամներին ներկայացվող պահանջները։ Ի տարբերություն Սամվել Կարապետյանի քաղաքական դաշտի մեծահարուստ ներկայացուցիչներից եւս մեկը Գագիկ Ծառուկյանը վարչապետի պաշտոնին չի հավակնում։ Ես վարչապետի պաշտոնին տեխնացու ունեմ, իհարկե ունեմ։ Մեկի տեղը 3 ունեմ։ Մեկը մեկից գրագետ, մեկը մեկից ուժեղ, պատրաստված։ Ծառուկյանի այս հայտարարությունը հնչեց նախորդ շաբաթ երիտասարդության հետ հանդիպման ժամանակ։ Այս շաբաթ արդեն Ծառուկյանն իր շուրջ ձևավորվող քաղաքական միավորման մասին որոշ մանրամասներ հաղորդեց, այն էլ բավական պատկերավոր համեմատությունների օգնությամբ։ Ինչպես Նոյը տեսավ փրկության եւ վերածննդի ճանապարհը, նույնը մենք պիտի փորձենք անել այսօր։ Անկախ իրավական լուծումից, այն պետք է լինի կարող անհատների նոյան տապան, որը սկիզբ կդնի նոր կյանքի, նոր հաջողությունների։ Ծառուկյանական տապանը սակայն դեպի նոր կյանք կուղևորվի կուսակցական հին բրենդի ներքո։ Չի լինելու դաշինք, ընտրություններին մասնակցում է Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Իշխող քաղաքացիական պայմանագրում վստահ են, չնայած ընդդիմության դաշտում վերջին օրերին ծավալված ակտիվ պրոցեսներին իրենք հաղթելու են եւ չնայած վերջին ամիսներին անցկացված մի շարք սոցհարցումները վկայում են, որ քաղաքապայմանագրի վարկանիշը մոտ 20%-ը այստեղ վստահ են, հունիսի 7-ին իրենք ջախջախիչ հաղթանակ են տոնելու։ Մեզ համար պլան B գոյություն չունի։
մենք գնում ենք սահմանադրական մեծամասնության հետևից։ Նիկոլ Փաշինյանն ու նրա կողմնակիցներն ի դեպ չեն հստակեցնում արդյոք իրենք պլան B ունեն եկեղեցու դեմ տարվող պայքարում։ Արդեն ավելի քան կես տարի է ինչ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը մարտավարական տարատեսակ քննարկների միջոցով փորձում են հասնել ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականին, սակայն ապարդյուն այս կես տարում վարչապետի կողմից եկեղեցուն եւ եկեղեցականներին ուղղվող մեղադրանքներն անդադար փոփոխվում էին կուսակրոնության ուխտի խախտումից մինչև օտար շահերի սպասարկում։ Այս շաբաթ հայ հանրությունը եւս մեկ մեղադրանք լսեց։ 2020 թվականից ի վեր Հայաստանի գրեթե բոլոր եկեղեցիներում պատարակների քարոզների ժամանակ հնչում են քաղաքական, ես կասեմ ռադիկալ տեքստեր։ Դուք գիտեք հիմա իհարկե հույս ունեմ կոռեկտ կհնչի իմ համեմատությունը, բայց նաև դուք գիտեք, որ աշխարհում շատ երկրներում կա նաև ծայրահեղական իսլամի դրսևորումներ, որոնց դեմ համաշխարհային հանրությունը, միջազգային հանրությունը ստիպված է պայքարել։ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունները հանրային հեռուստատեսությունը հեռարձակեց փետրվարի 11-ին, այն նույն օրը, երբ հայ առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնը։ Մոլերանդ մոլլաների հետ համեմատությանն արժանացած հայ հոգևորականների պատասխանը Հայաստանի իշխանություններին ասիմետրիկ էր ու երաժշտական։ Այս շաբաթ այն հնչեց Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի հայոց թեմից Գարեգին II եղբոր Եզրաստ Սրբազանի, նրա ենթակայության տակ ծառայող ամուսնացյալ քահանաների եւ նրանց ընտանիքների անդամների կատարմամբ։